Այս խոսույթը, որ sense ձևավորվել է ձեր ընդդիմադիրների միջև, նոր պարոն Սիմոնյանին էլ է հարցում, նորմալ է, հարիր է բանավեճի տեսանկյունից, կամ ձեր տեսանկյունից օրինակ հայ տղամարդուն հարիր է կնոջ հետ այդպես խոսել, այդպես սպառնալիքներով կամ ղեկավարի։ Ես կնոջի չեմ սպառնացել, ես Ռոբիկին եմ սպառնացել ու հիմա էլ եմ սպառնում եմ, ասում եմ սատկացնելու եմ։ Բայց կնոջ հետ եք խոսում, ամեն դեպքում կինն էլ վարչապետի հետ էր խոսում, եթե կինը իրան հաշիվ չի տալիս, որ խոսում է Հայաստանի Հանրապետության ժողովրդի ներկայացուցչի հետ, ուրեմն ես էլ իրա տերերի հետ խոսում եմ ու սպառնում եմ։ Հարազատ էր գործը պատերազմ։ Գիտեք ինչ, իմ հարազատը, ես իմ ընտանիքը չեմ խնայ, հա, ով որ մտածում է, որ ավելի շատ բան է տվել, շատ իզուր, ես իմ ընտանիքը չեմ խնայ։ Բայց շատերը հազարներով զոհեր ունեն։ Լսեք, ասում եմ, ես չեմ որոշել, որ իմ ընտանիքը չի զոհվելու։ Ես այս 100 անգամ ասել եմ, իմ տղայի հետ նույն խրամատում գտնվող մարդը զոհվել է, այսինքն իրար կպած են եղել։ Զոհվել է, ես չեմ որոշել, որ իմ տղան պետք է չզոհվեր։ Եվ ես իմ ընտանիքը չեմ խնայել, ոչ մի բան չեմ խնայել։ Եվ ասում եմ, այն մարդիկ, այդ էլի ասում եմ, մետրոյում դեպքը ուրիշ կերպ մեկնաբանվեց, բայց ասում եմ, նրանք ովքեր գալիս են այստեղ Ղարաբաղի ակցենտով սպառնալիքներ են ձևակերպում, դրանք բոլորը փախածներ, ճողոպրածներ, վախկոտ ստահակներ են դրանք բոլորը, վախկոտ ստահակներ, ինչ պագոն ուզում է ունենան վրեն, այդ վախկոտ ստահակներից մի մասը մի դատվում է, ու նրանք է պետք է դատվեն նստեն, ու այն դատական մաֆիաները, որ նրանց անընդհատ ազատ են արձակում, այդ որ բարձունքներ են տվել, այդ որ դիրքեր են տվել, որ ինձ մեղադրեն, որ իշխանապողություն անեն, գլուխները պատին։ Բա վեթինգ է կարել, դատարանները ինչու են մինչև հիմա դեռ իրանց եք մեղադրում, որ այստեղ վեթինգ, որովհետև սահմանադրությունը թույլ չի տվել։ Դրա համար էլ ասում ենք սահմանադրությունը պետք է փոխվի եւ բոլոր դատավորների կարգավիճակը պետք է դառնա։ Բաս մեկ դատավոր կա, որ իմ ասածը չանի։